Մենք չենք ուզում, ցանկություն չունենք կոմունիստական կուսակցության հետ պատասխանատվությունը կիսելու։ Նախավերջին օրը ընտրության ասացիք, որ գիտեք թե ինչ կանոններ եք խախտելու, այսպես ասած թե ինչ ձևով են ձեր ձեռքից քաղաքը տանելու։ Այն ինչ որ կանխատեսում է, այդպես է եղավ։ Կարող ենք պատկերացնել, որ ձեր որդին Կարեն Գրիգորյան լինելու է տեխնազոն, օրինակ փոխքաղաքապետի, ով փոխարինելու է այս դեպքում քաղաքի կառավարչին կամ օրինակ թեկուզ եւ քաղաքապետի։ Որովհետեւ այսօր տաղավարում հարցերն ուղղելու ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտին Գրիգորյանին։ Բարև պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես։ Պարոն Գրիգորյան, ամիսներ առաջ թիմ ընտրությունների շուրջ ամբողջ հանրապետությունը կենտրոնացած էր Գյումրիի վրա եւ Գյումրիի շուրջ, այսպես ասած, ու նաեւ հենց ձեր անունի շուրջ էր այդ աղմուկը։ Դուք նախավերջին օրը ընտրության ասացիք, որ գիտեք թե ինչ խաղ եք խախտում եւ ինչ կանոններ եք խախտելու, այսպես ասած, թե ինչ ձևով են ձեր ձեռքից քաղաքը տանելու։ Ինչ եք կարծում, հենց այդպես էլ եղավ, տարան քաղաքը, թե այնուամենայնիվ ընդդիմությունը տվեց։ Ուրեմն այդ հարցի հետ կապված բազմիցս խոսվել է, առիթ ունեցել եմ այդ մասին ասելու, բայց այնուամենայնիվ այն ինչ որ ես ասում էի, այն ինչ կանխատեսում որ ես ունեի, գրեթե նույնությամբ գնում է ընթացքը։ Այս պայմանությամբ բնականաբար քաղաքի հետ կապված հլվոր նորմալ է, պահվում է, բայց ամբողջ ընթացքը թե ինչ խնդիրների հետ են բախվելու, ինչ խնդիրներ են ունենալու, նույնությամբ այն ինչ որ կանխատեսում է, այդպես է եղավ։ Բայց այնուամենայնիվ հիմա շատ հաճախ մանավանդ կենտրոնական իշխանության կողմից ազդարարվում է, որ կառավարման ճգնաժամ կամ կա կամ լինելու է։ Դուք տեսնում եք դա եւ արդյոք հնարավոր է այս կերպ 5 ուժերով զարգացնել ու կառավարել քաղաքը։ Նախ պիտի հասկանանք ինչ ասել կառավարման ճգնաժամ։ Կառավարման ճգնաժամ, եթե ի նկատի ունեմ, որ այսօր քաղաքապետը ձերբակալված է, ապա պիտի ասեմ, որ այս պայմանությամբ մենք այդ առումով քաղաքական ճգնաժամ չունենք, քանի որ բոլորս գիտենք, լավ հասկանում ենք, որ քաղաքը կառավարվում է հիմնականում ավագան միջոցով, այլ բան է ընթացիկ կազմակերպչական մենեջերական աշխատանքի մասը, այլ բան է կառավարման կդրվածքով այս պայմանությամբ մենք խնդիր չունենք, այսինքն ավագան նիստերը ընթանում են, ավագանին բավականին ակտիվ ու բավականին լավ աշխատում է իմ գնահատմամբ այս ավագանին, այս նոր ընտրված ավագանին բավականին լավ հետաքրքիր աշխատանքային ոճ է դրսևորել, մենք քվորումի խնդիր չունենք, քվորումը կա, նիստերը կայանում են եւ այն ինչ որ ավագանուց է կախված եւ ավագանին պիտի կազմակերպի, որ հաստատումներ լինի, այդ գումարային բյուջեն հաստատվավ այդ առումով մենք այս պայմանությամբ ճգնաժամ չունենք, խնդիր չունենք։ Այլ բան է բուն կառավարման խնդիրը, բայց կառավարման առումով էլ մեծ հաշվով այսպես ասեմ, ինչ որ արդարոց բան չկա, որ այսօր քաղաքապետը ձերբակալված է, քաղաքապետը ձերբակալված է, աշխատակազմը կա, աշխատում է, թերություններ, բնականաբար բաց թողումներ, թե քաղաքապետի օրոք, երբ որ ձերբակալված չէր, այդ ժամանակ էլ է եղել բաց թողումներ, թերություններ, այսօր էլ կա բաց թողումներ, թերություններ, բնականաբար չեն կարող ասել, որ իդեալական աշխատում է քաղաքապետարանը եւ ոչ մի խնդիր չունի, ոչ նամանավանդ հաշվի առնենք, որ ֆորս մաժորային վիճակ ստացվեց ու հանգարցակի եկավ քաղաքապետի թիմը, ճիշտ է մեզ համար այդքան է հանգարցակի չէր, որովհետեւ ի սկզբանե ասել էինք, թե ինչ պիտի լինի, բայց այնուամենայնիվ քաղաքապետի թիմը այդ իրավիճակում է եւ այսօր եթե որոշակի բաց թողումներ էլ կա, նաեւ կարելի է այդ տեսանկյունից նայել, ընկալել, ըմբռնել, հասկանալ, որ կա խնդիր, բայց այնուամենայնիվ փորձում են հաղթահարել, դե բնականաբար մեզանից կախված էլ ինչ որ կա խնդիրները, որ տեսնում ենք, արձագանքում ենք, արձանագրում ենք, բարձրաձայնում ենք ու պահանջում ենք ու փորձում ենք այդ խնդիրներին լուծումներ բերել։ Նշեցիք եղածը գոնե ձեր համար անակնկալ չէր, այլ կանխատեսել էր։ Հիմա եթե այս կանխատեսումը կար,
ըստ ձեզ եթե հետ գնանք ժամանակով ճիշտ չէր օրինակ նոր ընտրությունների արտահերթ ընտրությունների գնալ կամ ձեր տեխնոլոգիությունը այնուամենայնիվ առաջ դրել չնայած այն բանին որ կոմունիստները բացառում էին եթե իրենք մեծամասնություն են հավաքել կամ գոնե երկու ընդդիմադիրներից Մխիթարյան Ռուբենի կամ Սիմոնյան Կարենի տեխնոլոգիությունը այս դեպքում առաջադրել Տեսեք, ոչ թե կոմունիստների խնդիրը կոնկրետ ինձանով էր պայմանավորված կամ ինձ հետ էր կապված իրենց խնդիրը, խնդիրը, այլ իրենք ասում են, որ ավելի շատ ձայներ մենք ենք հավաքել եւ պիտի քաղաքապետ ընտրվի այն մարդը, ով որ ավելի շատ ձայն է հավաքել, դե իրականության մեջ ավելի շատ ձայն հավաքել էր գործող քաղաքապետը։ Այս պարագայում ես իմ ասածը այն էր, որ մենք ի սկզբանե ճիշտ է կլոր սեղանի շուրջ նստել չի եղել, քննարկում չի եղել, հիմնականում ես այս թեմայով միայն զրուցել եմ Սրբազանի հետ, Աջապահյանի հետ եւ Սրբազանի մանրամասը այդ ամեն ինչի մասին ասել եմ, թե ինչ խնդիր եմ տեսնում եւ նաեւ Սրբազանի հետ այդ զրույցի ժամանակ նաեւ ասել եմ, որ խնդիրը այստեղ իմ կամ Վարդանի քաղաքապետ դառնալը չէ, այսինքն դրա մասին չէ, այլ խնդիրը այն է, որ այսօր ամբողջ քաղաքական ընդդիմադիր դաշտը ասում է հավաքական ընդդիմությունը հաղթանակ է տարել, նայեք այդ հաղթանակը չմխսեք, քանի որ Գյումրիով է այդ ամեն ինչը պայմանավորված, Գյումրիով պիտի սկսվի, Գյումրիով պիտի ավարտվի, չգիտեմ այդ ժամանակ ինչ ասում են, բայց այս պայթերության ոնց որ թե բոլորը անհետացել են, Գյումրիի հետ կապված այս խնդիրների մեջ չեն մտնում, չեն թաթախվում այս խնդիրների մեջ, բայց այնուամենայնիվ ես այդ ժամանակ ասում էի, որ պիտի այլ տարբերակ մտածենք, մենք պիտի այլ ուղղությամբ գնանք, որովհետեւ ավելի քիչ խոցելի, չնայած որ այն ժամանակ ես երբ որ ասում էի խոցելի գործող քաղաքապետի խոցելի տեխնազու լինելու կտրվածքով որ ասում էի, այն ժամանակ դեռ չկար այս ամեն ինչը, այս համատարած ձերբակալություններ, սրբազաններ, եկեղեցի, այս ֆորս մաժորային վիճակները, որ ստեղծվել է, այն ժամանակ դեռ չկար այդ խնդիրը, որ ես մասին ասում էի, հիմա բոլորը կարող են մեկնաբանել, դե ով է անխոցելի, որ այն ժամանակ այս վիճակը չէր, ինչ որ այսօր է, ինչ վիճակ որ այսօր է տիրում։ Եվ գոնե գյումրեցիների համար հնարավորինս ընկալելի էր ինչի մասին է խոսքը։ Այո, ընկալելի էր ու ես այդ ժամանակ հստակ ասել էի, որ կարելի է այլ տարբերակ, եթե հիշում եք, ամսի 3-ին, երբ որ ես իմ հայտարարությունը տարածեցի, այդտեղ էլ հստակ ասվում էր, որ շտաբելու խնդիր է եղել եւ շտաբողականություն է դրսեւորվել, կարելի էր այլ տարբերակների վրա աշխատել, մտածել, բայց արդեն եղած է, իմ քայլի հիմնական նպատակը որն էր։ Ես ունեի 3 ճանապարհ, իմ կարծիքով նաեւ գյումրեցիներին այսպես թե այնպես հետաքրքրում է, չնայած մի քանի անգամ փորձել ենք թե ես թե իմ խմբակցության անդամները մեկնաբանել են, այստեղ կար մի քանի տարբերակ, այսինքն ընտրում էինք կամ կոմունիստական կուսակցության տեխնազուին, ով որ առաջի տեղն էր ընդդիմադիրներից մեջ, հաջորդ տարբերակը այն էր, որ մենք գնում էինք արտահերթ ընտրությունների, արտահերթ ընտրությունների գնալու պարագայում հասկանալի էր, որ իշխանությունը իր պրավալները, այսպես ասեմ, հաշվի առնելով վերանայում էր լինելու ու բավականին լուրջ ցնցումների էր տանելու ու շատ փոքր էր շանսը, որ ընդդիմությունը նույնիսկ այդ հավաքական վիճակում կկարողանար հաղթանակ տանել։ Մյուս տարբերակը իմն էր, որը նաև գնալու էր աթոռակռվի խնդիր, որ աթոռակռիվ է, այն Իրան է ուզում, այս Իրան է ուզում, Իրան է քաշում, եւ մյուս տարբերակը, որը որ ես առաջարկել էի, մյուս տեխնազուներից ավելի քիչ ձայներ հավաքած երկու տեխնազուներից, մեկին տեխնազությունը քննարկենք, առաջ քաշենք եւ թե գործող քաղաքապետը, թե ես, որպես ազգային ժողովի պատգամավոր, երկար տարիների քաղաքապետ աշխատած մարդ, մենք մեր փորձով, մենք մեր հնարավորություններով, կապերով փորձեինք օգնել, ընտառաջել, ընդհանուր պատասխանատվություն վերցնենք բոլորս միասին ու քաղաքը առաջ տանենք, բայց քանի որ արդեն 3 ընդդիմադիր ուժեր եկել էին, այսպես ասեմ, հայտարարություն էին արել, որ պատրաստ են ձայները տալու ավելի շատ ձայն հավաքած տեխնազուին, այդտեղ արդեն իմ
այս առաջարկությունները էլ իմաստ չկար շատ Բայց այս տարբերակները գոնե իրականության մեջ քննարկվում էին անգամ իշխանության կողմից, որովհետև քաղ տեխնոլոգիաներ, որոնք հենց իշխանամետ են, առաջարկում էին տարբերակներ կամ քննարկում էին մամուլում տարբերակներ, երբ դուք լռում եք, այդ տարբերակները շատ բարձր քննարկվում էին ձեր տեխնացությունը կամ քաղաքացիական պայմանագիրն է նաև քվեարկելու այս դեպքում ձեզ այդ թեզը ամենաշատը քննարկվեց, որ ձեր եւ մյուս ընդդիմադիրների ընտրողները իրենց խաբված են զգացել եւ զգում եւ հաջորդ ընտրություններում եթե սպասվի արդեն ընդդիմությունը նվաստայիններ է հավաքել դուք այս ցուցանիշը տեսնում եք ուրեմն հիմնականում իշխանական մանիպուլյացիաներ դա դրանով փորձել արեստական այսպես լարվածություն Գյումրիում վայ տեսեք ինչ եղավ ես այդ ժամանակ էլ հստակ մեկնաբանություն տվել եմ անկախ նրանից ես ոնց եմ վերաբերվում քաղաքապետին ամբողջ ընթացքում մեզ հիշեցնել մեր ունեցած խնդիրները, մենք իրար այդ խնդիր ունենք, ուրեմն մենք մեր բոլոր խնդիրները, բոլոր պատմությունները, անցած ճանապարհը ամեն ինչ հիշում ենք եւ ես ի տարբերություն գործող քաղաքական ուժի պետության, pedagogical, քաղաքական հարցերը իմ անձնականի հետ չեմ խառնում եւ բոլորը գիտեն որ իմ որոշումը դա բուն քաղաքական որոշում էր եւ ես իմ անձնականը չխառնեցի քաղաքականին իմ անձնական խնդիրն է ովքեր որ անձնական խնդիրներ ունեն եւ ունեցել են Վարդան Ղուկասյանի հետ ոչ մեկի ձեռքից այդ իրենց խնդիրները թշնամությունը խնդիրները հարցեր պատասխաններ եթե ունեն Վարդան Ղուկասյանի հետ ոչ մեկ իրանց ձեռից այդ իրավունքը չի վերցրել, այսինքն ովքեր հարցեր ունեն այդ մարդկանց հետ, կարող են իրենց հարցերը այդ մարդկանց հետ բարձել եւ այդ հարցերը չի կարող կապ ունենալ քաղաքականության հետ եւ այս քաղաքական թեմաների հետ, ինչպես նաեւ մենք մեր անձնական հարցերը քաղաքականության հետ չեն կապել, քանի որ այստեղ պետության, pedagogical խնդիր էր ու հետաքրքիրը ո՞րն է երեք ես թերթում էի իմ Facebook-յան այդ Messenger-ի էջը եւ չգիտեմ ոնց եղավ, հիմնականում ես բոլոր այդ բաները կարդացել եմ եւ մոտ 200-ի 190 քանի հատ հաշվել եմ եւ դրանից հետո չեմ հաշվել նամակներ հենց այդ ընթացքում, երբ որ ես լռում էի գյումրեցիներ եւ ոչ գյումրեցիների նամակներ կարող եմ ասել ընդամենը 4 նամակ է եղել, որ ասել են չոքնես, չընտառաջես գործող քաղաքապետի հանգամանքին, իսկ մնացածը ոչ թե գործող քաղաքապետին էին կոչանում, այլ հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսեք։ Հավաքական ընդդիմությանը շանս տվեք, քանի որ սա պետության, pedagogical առաջիկա պարլամենտական ընտրությունների, չգիտեմ, ամեն մարդ իցեւի վերլուծում է, որ ամեն ինչ կախված է Գյումրիի այս ընտրություններից, եւ իմ որոշումը քաղաքական որոշում է։ Իսկ այս իրականությունը արդյոք այդ հավաքական ընդդիմության հավաքական այդ հաղթանակը մսխելու ճանապարհ չէ, որովհետև մենք տեսնում ենք, որ ճգնաժամ է ազդարարում, քաղաքապետը ձերբակալված է, նաև փոխքաղաքապետի շուրջ է բավականին արդիական ձերբակալության թեման եւ ինչ է լինելու այս դեպքում արդյոք ընդդիմությունը կկարողանա հավաքական տեխնացու ընտրել, եթե օրինակ Ավետիս Առաքելյանին ձերբակալեն։ Չէ, դե նայեք, եթե այդպես լինի, ուրեմն ոչ մեկս ընտրությունների պիտի չմասնակցենք, որովհետև ի սկզբանե պիտի մտածենք, որ վայ տարբերակ չկա, իշխանությունը մեկ է ջարդելու է, իշխանությունը մեկ է Իրանը անելու է, իշխանությունը իր ֆիզիկական ուժը կիրառելու է, իրավական առումով ամեն մեկի վրա մի բան կննելու է եւ այստեղ ինչ անենք, էլի հավաքվենք գնանք տներով եւ թողնենք իշխանությունը ինչ ուզում է այս երկրի մեջ անի եւ ըմբոստացող չլինի եւ պայքարող չլինի ու փորձեր չանենք, ինչ անենք, այսինքն լուր համակերվենք, լուր պատրաստվենք այն ամեն ինչին ինչ որ այսօր երկրում կատարվում է, այդ առումով ես ճիշտ չեմ ընդունում այդ ամեն ինչը, բնականաբար իշխանությունը ամեն րոպե փորձելու է մի բաժակ ջրում փոթորիկ ստեղծել, կազմակերպել, նորմալ եմ նայում, նաև դրան եմ նորմալ նայում, որովհետև դա էլ իրանց գործն է, իրենք էլ պիտի ցույց տան, որ վայ տեսեք ժողովուրդ ձայն տվեցիք այս մարդկանց, արդյունքում քաղաքը գնացել է կոլապսի։ Կոլապս չկա, այս բայդրությամբ, քաղաքը աշխատում է, կա խնդիրներ, այո, իհարկե կա խնդիրներ, կառավարման թերություններ կա, իհարկե կա կառավարման թերություններ, եւ մենք այս ընթացքում ամբողջությամբ բարձրաձայնել ենք
բարձրաձայնել ենք, չգիտեմ, հասցրել եք հետևել եք սոցցանցերում, երեք ես եղել եմ Գյումրու գետնանցումներում, գնացել եմ ես անձամբ իմ թիմագիստների հետ, քանի որ մեր խմբակցության անդամ Կարենը Գրիգորյան ավագանունիստի ժամանակ հարցը պատասխանի ժամանակ հնչեցրեց այդ հարցը, այսինքն այդ հարցը քաղաքացիներին հուզող հարց էր, որ մեր խմբակցությանը դիմել էին, եւ մենք որոշեցինք գնալ տեղում նայել այդ գետնանցումները, խայտարագություն։ Հիմա ինչ կապ ունի, որ նախ մենք կոալիցիոն գործընկերներ չենք, մենք ընդամենը տվել ենք շանս երեք քաղաքական ուժերս, տվել ենք շանս գործող քաղաքապետին ու իր թիմին, կոմունիստական կուսակցությանը աշխատելու։ Եվ մենք մեծ հրճագել ենք որպես ընդդիմադիրներ Գյումրու հավագանու հետ կապված եւ այս ընթացքում մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ։ Ինչ է նշանակում չբարձրաձայնել, ինչ է նշանակում չխոսել խնդիրների մասին։ Մենք որտեղ ինչ խնդիր տեսանք, այդ խնդիրների մասին խոսալու ենք։ Մենք կառուցողական ընդդիմություն ենք։ Տեսեք, դուք նշեցիք, որ այնուամենայնիվ կոալիցիոն համակարգ չկա, բայց քաղտեխնոլոգները պնդում են, որ եթե ձայն եք տվել, ապա դա արդեն իսկ կոալիցիա է, բայց այս ամեն ինչից զատ դուք նաև նշեցիք ձերբակալությունների մասին, որը եւս կանխատեսելի էր։ Այս մասով դուք եւ ձեր ընտանիքը եւս ձեր չմնացիք նախընտրական եւ ընտրական փուլերում ձեր ընտանիքի անդամներից գոնե երկուսը որդին Կարենը Գրիգորյան եւ ձեր հայրը բերման ենթարկվեցին։ Սա դուք համարում եք քաղաքական ճնշում։ Դե ուրիշ ոնց ձևակերպես, եթե ընտրությունների նախավերջի օրը, նախավերջի չէ, ամսի 27-ին էր, ձեռնարկվում է նմանատիպ միջոցառումներ։ Ձերբակալվում է որդիս, հայրս եւ այդ ընթացքում նաեւ այդ մեր հայտնի դեբատներ լինելու, այդ օրը, որ պատրաստվում ենք, դրանից հետո հաջորդ օրը մեծ հավաք թատրոնի հրապարակում էինք նախատեսը կազմակերպելու եւ նաեւ վերջի օրերն էր ընտրությունների նախապատրաստական մենք այդ 2-3 օրը ամբողջությամբ զբաղված ենք եղել մեր թիմագիստների ձերբակալությունների խնդիրներով փաստաբաններ գտնելու, փորձելու իրավիճակներ ամեն տեղից նամանավանդ ընտրությունների օրը, բուն ընտրությունների օրը ժամը 1-ից 2-ից երբ էր այդ ժամը, երբ որ ես ասուլիս հրավիրեցի, դրանից հետո բացարձակապես իմ թիմը չի կարողացել ընտրությունների այդ կազմակերպչական աշխատանքներով զբաղվել, որովհետև ամեն մի տեղից իհարկե ազդել է։ Եթե թիմդ ընտրություններ կազմակերպելու փոխարեն ընկազման է գալիս, թե այս ավագանու անդամության տեխնազուն առևանգվել է, կորել է, չկա, այն մյուսից է խաբար գալիս, սերբակալվել է, այն մյուսի մեքենան են տարել, այն մյուսի, չգիտեմ ինչ, ամբողջ ընթացքում մենք ընկած փորձում էինք թիմագիստներին, այսպես ասեմ, հավաքել իրար գլուխ ու հասկանալ ինչ է կատարվում, դե բնականաբար այդ ընթացքում է ընտրությունները անցավ, ավարտվավ, ունեցավ լուրջ ազդեցություն, այդ մի քանի տոկոսի տարբերությունը, որ ունեցել ենք գործող քաղաքապետի հետ, բնականաբար այդ այն ժամանակ դեռ գործող քաղաքապետի թիմի վրա թե ճնշումները սկսվել է այս վերջի ամիսների ընթացքում, մոտ 7 ամիս է ընտրությունների 27-ից սկսած, իմ թիմը ամենօրյա ռեժիմով այդ ճնշումների մեջ է, ուղղակի մենք հասկանում ենք, գիտակցում ենք, մենք քայլ ենք արել, մենք մասնակցել ենք ընտրությունների, բնականաբար մեծ հաշվով նաև ցավացրել ենք իշխանությանը, անձամբ իմ որոշումով, իմ քայլերով եւ որպես հավասարակշռված մարդ, որպես հասկացող այս ամեն ինչից մարդ, հասկանալի է իրանք էլ իրանք քայլերն են անում։ Քաղաքական առումով հասկանալի է, ընդունելի է, բայց ընտանիք մտնել, անձնական դաշտ մտնել, փորձել թշնամություններ հրահրել, այդ առումով բնականաբար անթույլատրելի է ու անընդունելի է եւ կարծում եմ, որ կգա ժամանակը եւ առիթը կունենանք բոլորին պատասխաններ տալու, նաեւ այն մարդկանց, ովքեր որ այս իշխանությունների հետ կապված մի փոքր առիթավորվել են, թևեր են առել եւ փորձում են իրենց ինչ որ բան երևակայել, բայց գալու է ժամանակը, ամեն ինչի ժամանակը գալու է եւ ամեն ինչի պատասխանները կտրվի։ Այնպես որ խորհուրդ կտամ բոլորին
հասկանան, որ սա քաղաքականություն է, քաղաքականության մեջ չփորձել ուրիշ բան մանկալ, քտերը չմտցնել այնտեղ, որտեղ որ չի հասնում, եւ թողնել քաղաքական կյանքով զբաղվողները իրենց քաղաքականությամբ զբաղվեն, իսկ մյուսները, ովքեր ինչ հարցեր ունեն, ժամանակը կգա բոլորին իրենց հարցերի պատասխանները կտրվի։ Իսկ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը եւս դուք համարում եք քաղաքական ճնշում, թե սա իրավական գործընթաց էր, որը պետք է լիներ, եթե կար խախտում։ Առաջնահերթ քաղաքական է, բնականաբար քաղաքական է, քանի որ իշխանությունը նախ հնարավորություն ուներ ավելի շուտ այս ամեն ինչը անելու, չի արվել եւ հիմա այս պայմանությամբ այս վերջի գործով պայմանավորված այդ մասով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ այս պայմանությամբ դատական process-ները գնում է եւ անմեղության կանխավարկածը կա, քանի անմեղության կանխավարկածը կա, ես այդ մասին չեմ ուզում խոսել, կավարտվի դատական process-ները, կտեսնենք, եթե իրոք արտար քննություն եղավ, արտար դատավարություն եղավ ու պարզվեց, որ իրականության մեջ այդ ամեն ինչը, ես չեմ կաշկանդվի, արդեն եղած բրծած վիճակում ես իմ դիրքորոշումը հայտնեմ, բայց հիմա նախապես չեմ ուզում խոսել, նաև չեմ ուզում խոսել դրանով իշխանությունների ճրագածին ճուր չլսնելու, գնահատական այս պայմանությամբ չեմ տալիս, բայց կաշկանդված չեմ գնահատական տալուց։ Եվ որպես այն ընդդիմադիր ուժերից մեկը, որի շնորհիվ հաղթանակ եղավ Գյումրիում ընդդիմադիրների ճամբարում, կարելի է ասել, որ այնուամենայնիվ կոմունիստների կողմից սխալ էր թույլատրված, թե այնուամենայնիվ ճիշտ էր, երբ որևիցե պաշտոն չառաջարկվեց այլ ընդդիմադիր ուժերի, այդ թվում փոխքաղաքապետերի, բաժնի պետերի, որովհետև տեսնում ենք հիմա հիմնական կազմը ադմինիստրատիվ, որը կառավարում է իրականացնում կոմունիստների կողմից է, բայց այնուամենայնիվ Ավագանին է նաև որոշում կայացնում։ Արդյոք Ավագանին ունի այդքան լիազորություն եւ կարող է միայն Ավագանու մանդատներով ձեր ուժը թեկուզ եւ որոշումներ կայացնել, ազդել այդ որոշումների վրա եւ ի վերջո խնդիրներ լուծել, որովհետեւ հնգամյա զարգացման ծրագրի նախընտրական խոստումներ կան, որոնք այս 5 տարիների ընթացքում, եթե ոչ բոլորը, գոնե զգալի մասը պետք է իրականացվեն։ Այս տեմպերով հնարավոր է, թե ոչ։ Նայեք, սխալների հետ կապված, ուրեմն խնդիրը այն է, որ քաղաքապետին մենք երբ որ համաձայնություն ենք տվել ընտրելու, նախ իմ գնահատմամբ քաղաքապետի սխալը այն է եղել, որ ինքը միանձնյա քաղաքապետ չէր կարող դառնալ, եթե մյուս քաղաքական ուժերը չօգնեն եւ ինքը այդ պարագայում իրավունք չուներ առաջ քաշել առաջի տեղակալի խնդիրը, որ ես ընտրվելու պարագայում առաջի տեղակալը պիտի լինի այս մարդը, իսկ քաղաքական մյուս ուժերը, ովքեր որ օգնել են, իրեն օգնել են կոնկրետ մի կտրվածքով, որ հնարավորություն են տալիս իրեն ընդամենը իրեն քաղաքապետ ընտրվելու։ Իսկ մնացածը ինքը իշխանություն չստանա այս քաղաքում։ Միանշանակ դա է հիմնական պատճառը եղել։ Առաջի օրվանից ես երբ որ հայտարարել եմ, որ նպատակ ունեմ մասնակցելու ընտրություններին, հենց այդ նույն օրը ասել եմ նպատակը այն է, որ ԿՊ-ն իշխանությունը Գյումրիում իշխանություն չպիտի լինի ու մինչև վերջ գնացել եմ այդ ուղղությամբ ու մինչև վերջ անկախ են կանխատեսումներից, անկախ են ամեն ինչից իմ լռության ընթացքում ինչ ձևակերպումներ տրվեց, վերջը կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ պիտի գոնե ինձ հետ կապված պիտի սպասեն, պիտի համբերեն, հետո այն որոշումները կտեսնեն, թե ինչ է, նախապես այդ լրատվական, այսպես ասեմ, տերորը հարձակումն ինչ որ կազմակերպվեց թե իշխանությունների կողմից, թե ընդդիմության կողմից, նաև ժողովուրդը արդեն պիտի հասկանա, որ ինձ հետ կապված ես հանգիստ, հավասարակշռված, լուրջ, բացարձակապես ոչ մի նմանատիպ բաներ իմ վրան չի կարող ազդեցություն ունենալ, այդ ընթացքում որ բոլորը ինձ փնտրում էին Մարդուն, դե ասա ինչ եղար, էս եղար, այն եղար, Մարդունը իր թիմագիստների հետ համապատասխան տեղը նստած քննարկում էր, նաև հայտարարության տեքստն էր մշակվում, թիմագիստներին էր ներկայացնում են, որ վայ թիմը նեղված է, վայ էսը, մենք թիմով նստած քննարկել ենք բոլորի անխտիր, բոլորի
կարծիքը հաշվի արվել եւ համապատասխան օրը, երբ որ հարմար ենք կդե, երբ որ ճիշտ ենք կդե, այդ հայտարարությունը արել ենք։ Մենք հնարավորություն տվել ենք քաղաքապետին, բնականաբար նաեւ նախապես 3 ուժերսը հայտարարել ենք, որ ոչ մի բան իրանցից չենք ուզում։ Այլ բան է, որ մենք մինչև մեր հայտարարելը ինքը հայտարարում էր, որ առաջի տեղակալն էլ իմը պիտի լինի, բայց մենք բնականաբար չենք ուզել եւ այդտեղ էլ մեծ հաշվով նշանակություն չուներ, թե ով է լինելու առաջի տեղակալը, քանի որ մենք ասել ենք, մենք չենք ուզում, ցանկություն չունենք կոմունիստական կուսակցության հետ պատասխանատվությունը կիսելու եւ դրանով պայմանավորված տվել ենք հնարավորությունը։ Իսկ ինչ մնում է հնգամյա ծրագիր, բյուջե, մյուս, դե հասկանալի է, այսօր գործող քաղաքային իշխանությունը իրենք են եւ իրենք պիտի հասկանան կարող են այդ ամեն ինչը անել թե չանել։ Մեր կողմից մեր նախընտրական ծրագրերից մի քանի ծրագրեր, խոշոր ծրագրեր, հնգամյա ծրագիր ընդգրկվել են, նաև մեր խմբակցության ղեկավարը Լիզան այդ մասին խոսել է, ներկայացրել է, նաև ձեր տաղավարներում է այդ մասին խոսվել, երևի այդպես չմանրամասնեմ, թե քանի ծրագիր ենք մենք ընդգրկել, ամենայն դեպս պիտի հաշվի առնենք, որ այնտեղ նաև կան մյուս խմբակցությունները եւ ամբողջությամբ մեր նախընտրական ծրագիրը անցկացնելը մեծ հաշվով խնդիր էր, նաև բյուջեով պայմանավորված, իրենք այդ ամեն ինչի մեջ տեղավորվում էին, թե չէ։ Բայց ինչքան հիշում եմ, 4 հարց, կարևոր հարց ընդգրկվել է հնգամյա ծրագիր, նաև վերջերս նույն մեր ավագանու անդամ Կարենը էլի Գրիգորյան հարց բարձրացրեց Սևերսկի թաղամասի գոյուղատար համակարգի հարցը, որը անձամբ ես եղել եմ այնտեղ եւ նայել եմ եւ շատ կարեւոր ու շատ բարդ հարց է ու ամենակարևորը, որ ըստ քաղաքապետարանի մեր գրությունների պատասխանի 1960 թվականից այդ գոյուղատար համակարգի հարցը չի կարգավորվել այդտեղ, այնուամենայնիվ մենք գտել ենք այդ հարցի լուծումը, թե ոնց է եղել, որ նախկին իշխանությունները չեն կարողացել այդ հարցի լուծումը գտնեն, ինձ համար անհասկանալի է, եթե այսպես հողի վրա, գետնի վրա կարող ես գնալ, կանգնել, քաղաքը դե քաղաքիդ խնդիրն է, գնաց կանգնես ու տեղում լուծումը գտնել, ոնց որ ես գնացի կանգնալ, լուծումը կդա եւ տարել էին 27 թիվ, նաեւ Կարենի հարց ու պատասխանի ժամանակ փոխքաղաքապետը նաև պատասխանեց հարցին հայտարարելով, որ ամեն ինչ անելու ենք, ֆինանսական միջոցները այնպես կազմակերպենք, որ թե տնտեսված գումարներից թե բան 26 թվականին փորձենք այդ խնդիրը լուծենք, նաև կառավարությունը 80%-ով թե 75%-ով ինքը համաֆինանսավորման ինչ որ այնտեղ բաներ կա, մի խոսքով փորձենք այդ խնդիրներին լուծում բերել։ Աշխատել հնարավոր է, բնականաբար հələ որ մենք մտածում ենք այս փոխքաղաքապետը, քանի որ նոր է այս process-ների մեջ, այս իրավիճակի հասկանալի է թիմի լիդերը ձերբակալված է եւ նոր պիտի մտնի հունի մեջ եւ փորձի աշխատել, հələ որ այս սպասթողումները մենք ընկալում ենք այդ տեսանկյունից, հասկանում ենք այդ տեսանկյունից եւ որոշակի չափով այսպես ասեմ ճնշումը շատ չենք բարձրացնում որպես խմբակցություն Այ եթե լինի օրինակ ճգնաժամ եւ կարիք լինի, հա լիդերն ընտրելու, այս դեպքում կարող ենք պատկերացնել, որ ձեր որդին Կարեն Գրիգորյան լինելու է այդ տեխնազոն, օրինակ փոխքաղաքապետի, ով փոխարինելու է այս դեպքում քաղաքի կառավարչին կամ օրինակ թեկուզ եւ քաղաքապետի, որովհետեւ չգիտենք թե ինչ իրավական գործընթաց է սպասվում արդեն գալիք 2026-ում։ Բայց ինչով է պայմանավորված հենց իմ որդու անունը տալը, քանի որ իմ ավագանու խմբակցության թիմի մեջ այսօր 6 ավագանու անդամ կան եւ բոլորն էլ տեխնազու են օրինակի համար ինչով է պետք ինչով է պայմանավորված իմ որդու հանգամանք առաջ քաշել այստեղ հայր որդի աներ փեսա հասկացողությունը ինձ համար ընդունելի չէ ու բացարձակ տեղին չէ նմանատիպ քննարկում չկա ինչ մնում է պատասխանատվության հետ կապված այդ իրավիճակով բնականաբար այսօր բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները պարտավոր են իրավիճակը ճիշտ հասկանալու, ճիշտ գնահատելու
Ես մեր մասով կարող եմ ասել, որ ես թե մեր ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին, այն ուժերին նամանավանդ, ովքեր որ այդպես ջանասիրաբար, այսպես ջանք ու եռան չեն խնայում ընտրությունների ժամանակ խառնվել Գյումրու հարցերի մեջ եւ հորդորել մեզ, էս արեք, այն արեք, հավաքական ընդդիմությունը հանգարց չտուժի, հանգարց մենք 26 թվին խնդիրներ չունենանք էս, նաեւ այդ բոլոր ուժերին եմ ասել, որ քաղաք ունի խնդիր, ես տեսնում եմ այդ խնդիրը, ես բոլորին առանձին, հատիկ առ հատիկ զգուշացրել եմ առաջիկայում ինչ է սպասվում մեզ Գյումրի քաղաքում եւ նաեւ առաջարկել եմ լուծումները, թե ինչ տարբերակով կարելի է քաղաքի հարցը կարգավորել։ Նաեւ բոլորին զգուշացրել եմ, որ չտա ասված Գյումրիում քաղաքային իշխանության պրավալի դեպքում առանձին ես կանրադառնամ այն քաղաքական ուժերին, անհատներին, ովքեր որ լավ գիտակցում էին, որ իմ առաջարկած տարբերակներով հնարավոր էր քաղաքի հարցը կարգավորել եւ իրենք անհասկանալի պատճառներով հավաղեցին, դանդաղեցին ու արդյունքում չտա ասված քաղաքի կառավարման հարցը հանգարց չկարողանան պահել, պատճառ դառնա պառակտման։ Մենք մեր կողմից ոչ մի քայլ չենք անում, ոչ մի քայլ չենք արել պառակտման, բացարձակապես չենք փորձել քաղաքապետի թիմին այս իրավիճակում ճնշել, արհեստական իշխանության ճնշման հետ մի հատ էլ մեր կողմից ճնշում իրանց լրացուցիչ, իրանց վրա չենք բերել, մենք ընդամենը մեր հավաքական համախմբված աշխատանքի արդյունքում ցույց ենք տվել, որ մենք խոչընդոտ չենք հանդիսանալու, մենք խնդիր չենք առաջացնելու քաղաքապետի թիմի համար։ Ընդհակառակը մեր նիստերին մասնակցելով մենք տալիս ենք հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան այս իրավիճակը հաղթահարել, բայց քանի որ գնդակը իրենց դաշտում է, կոմունիստական կուսակցության դաշտում է եւ ուղիղ պատասխանատվությունն է կրում է կոմունիստական կուսակցությունը իր լիդերի հետ, եթե հանգարց Գյումրիում քաղաքային իշխանությունը չկարողանան պահել ընդդիմադիրների ձեռքը։ Վերջերս հանրապետությունում ու նաև Գյումրիում ամեն ինչ քաղաքականացվում է, քաղաքի օր, տոնածառ, անգամ պատարակը եւ դեկտեմբերի 7-ի պատարակը մասնավորապես Գյումրիում քաղաքականացվեց, որովհետեւ ամենափրկիչ եկեղեցում տեղեր ունենում Զոհերի հիշատակի պատարակը, բայց ասում են այ 7 վերքում մեր թեմից որևիցե ներկայացուցիչ չեղավ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էր այդ պատարակը։ Դուք որոշել եք լինել ամենափրկիչում, ինչով էր սա պայմանավորված։ Նախ քանի որ այդ հարցը տվեցիք, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր Սրբազանին, Աջափահյանին, ծննդյան կապակցությամբ նաև վիրահատությունը արդեն արվել է եւ փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, առավոտ խոսել եմ, ամեն ինչ նորմալ է, հիմա էլ հաղորդումից հետո պատրաստվում եմ գնալ Երևան, Իզմիրյան բժշկական կենտրոն եւ տեսակցել Սրբազանին։ Պիտի առաջնահերթ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ թեմի առաջնորդին Սրբազանին եւ թեմի հոգեվորականներին, շատ մեծ շնորհակալությունս հայտնեմ, որ կարողացան Շիրակի մարզի դեմքը պարզչակատանել եւ պարզպայել եւ իշխանությունը մոտ 3 տասնյակ հոգեվորականներից չկարողացավ գեթ 1 հոգեվորականի համոզեին, բերեին իրենց դաշտ եւ դրանով փորձեին Գյումրու մեջքը մի հատ էլ այդտեղ փորձեին կոտրեին։ Այսինքն առաջին ընտրություններն էլ չստացվեց, երկրորդը Սրբազանի ձերբակալությունն էր, մեծ հաշվով Սրբազանը անկոտրում է եւ բոլորս Սրբազանի կողքին ենք։ Մյուս քայլը այն էր, որ դրանով փորձել կոտրել, քանի որ Սրբազանը տեղում չէր, կալանավորված է եւ անազատության մեջ է, դրանով պայմանավորված փորձել, բայց այստեղ խոսում է Սրբազանի թեմի կողմից ընդունված լինելու, սիրված լինելու, ուժեղ լինելու, ճիշտ հիմքեր տնելու մասին է խոսքը եւ եթե մյուս թեմերը չեն կարող դիմակայել այդ ճնշումներին ու արդյունքում իրենց թեմի առաջնորդներով
այսպես ասեմ, փոխում են իրենց ուղղությունը եկեղեցուց անջատվում են եւ գնում են դեպի իշխանությունների թևը, այստեղ սրբազանը նեղության մեջ սրբազանը փագիտակ, սրբազանի թեմը կարողացավ պահել այդ ամեն ինչը, գալ Գյումրիում դեկտեմբերի 7-ին մեր վշտի օրը նկարահանվել կամ քաղաքական իրենց ակցիաները միջոցառումներ անել եւ թողնել գնալ իրենց քաղաքները եւ դրանով համարել, որ մի հատ գալշկատրին ու մեր վիշտը քաղաքականացրին, մշտապես ես դրան դեմ եմ եղել, առավել եւս որ այս իշխանությունները փորձ արեցին դեկտեմբերի 7-ի օրով գյումրեցիներին նմանատիպ փորձության ենթարկել եւ գյումրեցիները ստիպված եղան մեծամասամբ ովքեր որ սովոր էին դեկտեմբերի 7-ին 7 վերք եկեղեցում մեր պատարագի մասնակցել սրբազանի ներկայությամբ ստիպված եղան այդ առումով բոյկոտել եւ փառք ու պատիվ մեր հոգեվորականների ամենափրկիչ եկեղեցում կազմակերպեցին եւ մենք էլ բնականաբար որտեղ որ հավատացյալ մեր ժողովուրդն է ու մեր թեմն է մենք բնականաբար որպես հավատացյալ մարդիկ որպես թեմի ներկայացուցիչներ մենք պետք է եղնենք այնտեղ որտեղ որ եղանք եւ թե այստեղի թիմագիստները թե քաղաքական այս իշխանության ղեկավարին ուղղություններ տվողները իմ կարծիքով շատ մեծ վատություն են անում իրենց, որ փորձում են գյումրեցիների համբերությունը եւ փորձում են գյումրեցիներին ադամ ցույց տալ։ Դա չի հաջողվել Լևոն Տեր-Պետրոսյանին, դա չի հաջողվել Ռոբերտ Քոչարյանին, դա չի հաջողվել Սերժ Սարգսյանին եւ մեծ հաշվով չեմ փորձել հաշվի առնելով գյումրեցիների խառնվածքը, գյումրեցիների պրինցիպները, գյումրեցիների մոտեցումները չեն էլ փորձել։ Այնուամենայնիվ այս իշխանությունը փորձեց Գյումրու կենտրոնական հատվածում ուժ կիրառել գյումրեցիների նկատմամբ, ձերբակալություններ, անչափահասներին ձերբակալություններ բերտեր տանել, նաև եկեղեցու դեմ քայլեր անել, սրբազան ձերբակալել, սա համարում եմ ադամ ցույց տալ գյումրեցիներին, որը որ իմ գնահատմամբ լավ չեն ճանաչում դեռ գյումրեցին դրա պատասխանը տալու է։ Սա Գյումրիի մասով, բայց օրինակ եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ապա Վաղարշապատում կրկին իշխանությունն է հաղթել եւ սա արդյոք պատկեր է 2026 թվականի համար, որովհետեւ թերևս Փաշինյանը վարչապետը այդպես է նշում, որ սա փաստում է, որ 2026-ին իշխանությունը հաղթանակ է ունենալու եւ ամբողջացնելով, քանի որ հասնում ենք մեր զրույցի ավարտին, արդյոք 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում ձեզ որպես պատգամավորի տեխնացու տեսնելու ենք։ Ուրեմն նայեք, Գյումրիում ոչ թե ընդդիմությունը, ճիշտ է մենք բոլորս ընդդիմադիրներ ենք, այլ ճիշտ անհատները կարողացան հաղթանակ ապահովել։ Ճիշտ կազմակերպող, ճիշտ ընտրությունների process-ները կազմակերպող անհատները կարողացան ապահովեին այդ հաղթանակը ու դրանով նաև կարողացանք ընդդիմադիրների, այսպես ասեմ, երեսը պարզանել, որ ընդդիմությունը հաղթեց։ Դա ճիշտ տեխնացուների ընտրությունն էր, այս մասնակցությունն էր ընտրություններին, որի արդյունքում տեխնացուներին 26-ին տեսնելու ենք։ Ճիշտ ասած կկա դրա ժամանակը, կխոսենք դրա մասին, իսկ Վաղարշապատում ընդդիմության բնականաբար այնքան իշխանության հաջողությունը չէր, որքան ընդդիմության պրավալներ։ Ու ընդդիմությունը եթե նստած մտածում էր, որ վայ Գյումրիում հաղթանակ տարանք ու Երևանում Էջմիածնում էլ մենք Վաղարշապատում կարողանալու ենք այդ հաղթանակը տանել Գյումրի 2 ենք անելու, հենց այնպես Գյումրի 2 ասելով Գյումրի 2 չի կարող լինել։ Գյումրի 2 լինելու համար պիտի կարողանան ճիշտ տեխնացուներ ընտրեն, պիտի կարողանան ճիշտ հաշվարկեն ուժերը, ճիշտ քարոզարշավ կազմակերպեն, ճիշտ քայլեր անեն, որի արդյունքում կարողանային հաղթանակ ապահովել։ Գյումրու հաղթանակը մտածեն, որ պրոյեկտելու են թե 26 թվին ազգային ժողովի ընտրություններին, թե Վաղարշապատում, հենց այնպես դա չի լինելու։ Դրա համար պիտի համախմբված լինեն, պիտի ճիշտ հաշվարկեն ամեն ինչը, ամեն մեկը առաջ չընկնի, թե ես ունեմ կուսակցություն, ես կարող եմ ընտրություններին մասնակցել եւ կարող եմ հաջողություն ունենալ, ձայները չփոշիացնեն ու արդյունքում այդ փոշիացված ձայները չդառնա Վաղարշապատի պես բոնուս 52% ապահովելու համար։
Պարզ է 2026-ը արժևում է, վստահ եմ ինչ այդ էլ դեռ կհասնենք մենք զրուցել, շնորհակալություն ստացված զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք 2026 թվականին։